Նախագահի հրամանագրով Գագիկ Ծառուկյանը երեկ երեկոյան ազատվեց Ազգային անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից։ Այսօր էլ Սերժ Սարգսյանը առանց Ծառուկյանի արդեն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ քննարկելու են «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի կողմից մեջբերում եմ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմի մասին լուրերը։ Մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ։ Սարգսյանը երեկ խոսեց նաև Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու անհրաժեշտության մասին, որպես փաստարկ բերելով նրա բացակայությունները եւ խոստանալով, որ եթե Բարգավաճ Հայաստանի առաջնորդը արհամարհում է իր ընտրողներին եւ ազգային ժողովի դերը, ապա հանրապետական պատգամավորները այդ անհեթեթ վիճակին վերջ կտան։ Պնդելով, թե պետք է մաքրել քաղաքական դաշտը եւ որ տգիտությունը քաղաքականությունում տեղ չունի, Սերժ Սարգսյանը հորդորեց Ծառուկյանի խնամի վարչապետ Հովիկ Աբրահամյանին ստուգել տարիների վեր օդում կախված լուրերը Ծառուկյանի կողմից գողացված միլիարդների եւ դրանք բարեգործության անվան տակ քողարկելու մասին։ Մենք պետք է քաղաքական դաշտը իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից։ Կիսաքայլերով կամ մանկամուտությունն ու անընկալունակությունն անվերջ ներելով ժամանակի ընթացքում մենք շատ մեծ վնաս կհասցնենք մեր երկրին, մեր տնտեսությանը եւ մեր ժողովրդին։ Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին իր տեղը, իսկ մոլորյալին իրենը։ Խիստ քննադատելով իր երբեմնի գործընկերոջը, որի հետ հանրապետականը մինչև վերջերս պատրաստ էր կրկին կոալիցիա կազմել, Սերժ Սարգսյանը երեկ պնդեց. Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Քաղաքական գործընթացների մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատը ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ։ Ես այսօր այստեղ եմ եւ ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում։ Մոտ 20 րոպեանոց ելույթում Սերժ Սարգսյանը շարունակ կասկածի տակ էր դնում Ծառուկյանի մտավոր ունակությունները, մեղադրում նրան ֆեոդալիզմի ու քաղաքական տգիտության մեջ, չխուսափելով կոշտ որակումներից։ Ոմանք սեփական օրակարգն են գրում դեմ տալիս, մտքում համոզված լինելով, որ միևնույն է, չի հասկանալու ինչ է հնչեցնում։ Գործընկեր կուսակցություններն էլ օր ու գիշեր քննարկում են։ Հասկացավ արդյոք ինչ է անում, թե ինչպես միշտ։ Ախր քաղաքական դաշտը բազմամարտի ֆեդերացիա չէ։ Այստեղ այլ հատկանիշներ են հարկավոր։ Սերժ Սարգսյանը չի թաքցրել, որ ստեղծված իրավիճակում ինքն էլ ունի իր մեղքի բաժինը, բայց միայն այնքանով, որ շարունակ չլսելով թիմակիցների հորդորները, աճեցրել է վայ քաղաքական գործիչ, փորձել է համբերատար ու ներողամիտ լինել, դանդաղ եւ պարզունակ բացատրել, չնկատելով, որ վնասում է քաղաքական դաշտը։ Ես եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված դոդիտ գագո կնիքը։ Ես եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո, բացատրելով, որ նա ուղղի իր սխալը։ Ողբերգություն եւ զավեշտ որակելով նախագահական հավակնությունները չթաքցնող Ծառուկյանի քաղաքական նկրտումները, Սերժ Սարգսյանը անգամ առաջարկել է պատկերացնել Ծառուկյանին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում այլազգի պատգամավորների հարցերին պատասխանելիս։ Այո, պատկերացնելը շատ բարդ է եւ սոսկալի իհարկե։ Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմությունները դեռ մինչև օրս մենք չենք մարսել։ Թեև ակնկալվում էր, բայց Սերժ Սարգսյանը այդպես էլ չի հրապարակել իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների մասին։ Փոխարենը մանրամասներ է հայտնել Ծառուկյանի հետ կուլիսային բանակցություններից, պնդելով, թե նրա խնդրանքով է նաև ամիսներ առաջ արկախել գործընթացը, ավելի լայն համախմբում ունենալու համար, ինչը սակայն հետագայում Սերժ Սարգսյանի խոսքով Ծառուկյանի սպասարկողները սկսել են կոչել հետքայլ։ Եվս մեկ անգամ կարևորելով սահմանադրական բարեփոխումները, Սերժ Սարգսյանը աբսուրդ է որակել ընդդիմախոսների, այդ թվում Ծառուկյանի պնդումները, թե դա արվում է հանուն իշխանության վերարտադրության։ Իսկ եթե դեռ կա մեկը, ով ուզում է, որ ամեն ինչ մնա նույնը,
կարծելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կգնան ընտրության, անպայման կընտրեն մեկին, ով տարիներ ի վեր իշխանության մեջ լինելով, հանկարծ սկսել է իրեն այլընտրանք հորջորջել, ով իրականում դատարկ տեղն իրեն փրկիչ է կարծում, ապա նա ոչ միայն ոչինչ չի հասկանում պետությունից, հասարակությունից, այլև լուրջորեն շփոթում է կյանքը կրկեսի հետ։ Կրկեսի վերածելու հայրենիք չունենք, հայտարարել է Սերժ Սարգսյանը, պնդելով իր ելույթը միայն ծառուկյան կեղծ քաղաքական երևույթի մասին էր, եւ որ որպես Հայաստանի քաղաքացի եւ գործարար նրա հետ կապված որևէ խնդիր ինքը չի տեսնում, եթե հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը։